Վաղ առավոտից Վաղարշապատում խուզարկում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում է Վաղարշապատի ավականու հաղթանակ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Նրա տեղեկություններով ավելի քան 10 ձերբակալված կա արդեն։ Քննչական կոմիտեն հաստատել է, իրենք էլ գործողություններ իրականացնում միացնում։ Մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։ Այժմ լսենք, թե ինչ է հայտնի Սևակ Խաչատրյանին այսօրվա ձերբակալությունների մասին։ Տոտալ բռնաճնշումներ են, հաղթանակ դաշինքի ավականու թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների, աջակիցների նկատմամբ խուզարկություններ, այնուհետև դա հետևում է խուզարկությունների ձերբակալություններ, տանում են ոստիկանության բաժիններ, քննչական բաժիններ, անկեղծ ասած բուն գործի հետ կապված փաստաբանները երևի թե հայտարարությամբ հանդես կգան, ես ինքս չեմ տիրապետում, որովհետև անհասկանալի մի այսպես մթնոլորտ է ստեղծվել, երբ ընտրություններից 4-5 ամիս հետո որ որոշում են, կարծում եմ սա ՔՊ-ական վախերն են Վաղարշապատից, ինձ թվում է իրենք վախ չափողի կարիք ունեն, որովհետև ընտրություններից 3-4 ամիս հետո մարդկանց ենթարկել տոտալ բռնաճնշումների միտք չունի։ Երևի թե սպասվող հունիսին ազգային ժողովի ընտրությունների հետ նաև կապ ունի, փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր հայացք ունենա, ով ընդդիմադիր միտք հայտնի, ենթարկվելու է բռնաճնշումների, ձերբակալությունների, կալանավորումների։ Չեմ կարծում սա իրենց ուզած ցանկալի արդյունքը տալու է, ամեն դեպքում այսօրվա իրականությունը դա ստույգ ձերբակալվածների թիվ չգիտենք, որովհետև րոպե-րոպե շատանում է, րոպե-րոպե ավելանում է այդ թիվը, կան մարդիկ, 10-ը գերազանցում է, այո, այս պահին 10-ը գերազանցում է, կան մարդիկ, որ ընդհանրապես անհասկանալի է, իրենք երբևէ ընդգրկված չեն եղել, որ ոչ մեր նախընտրական քարոզարշավի մեջ, ոչ մեր նախընտրական շտաբում են եղել, ոչ որևէ ակտիվ քարոզչական որևէ գործողություն են իրականացնել, չենք հասկանում ընդհանրապես ինչի մասին է խոսքը։